Արևածագին շփորի հնչյունների ներքո սկսվում է սկաուտի օրը։ Լվացվելուց, առավոտյան մարմնամարզություն անելուց հետո սկաուտներն իրականացնում են օրվա իրենց գրաֆիկը։ Նրա օրակարգում է դրոշների բարձրացման արարողությունը, վրանների ստուգումը, վարպետությամբ դասերը, մրցույթները, քայլարշավները, մշակութային երեկոները եւ վերջում դրոշների իջեցման արարողությունն ու սկաուտական խարույկը։ Մեր երկիրը բազմիցս զարմացրել է օտարերկրացիներին պատմամշակութային կոթողներով եւ պատմության հարուստ էջերով, սակայն Հոնկոնգից ժամանած Յուկի Չանով առաջին անգամ է Հայաստանում եւ ում համար նոր է ամեն ինչ, տպավորված է մեր մեծահոգությամբ, աննշան իրավիճակները մեծ խրախճանքի վերածելու կարողությամբ եւ բնությանը մոտ լինելու հանգամանքով։ Առաջին անգամ եմ Հայաստանում եւ ամեն ինչ բացառապես նոր է ինձ համար ու զարմանահրաշ։ Ես ինտերնետից եմ տեղեկացել ձեր երկրի մասին եւ որոշեցի անպայման մասնակցել այս տարի իրականացվող բանակումին։ Ես սիրեցի Հայաստանը, մարդկանց, ովքեր շատ մարդամոտ եւ հյուրասեր են։ Ցանկությունս մեծ է այստեղ ապրելու, մոտ լինելու բնությանը, քանի որ Հոնկոնգում ամեն ինչ այլ է։ Մենք մտածում ենք աշխատելու եւ եւս մեկ անգամ աշխատելու մասին։ Յուկից ոչ պակաս տպավորված է նաեւ Լիբանանահայ Տիգրանը։ Նա էլ է առաջին անգամ հայրենի երկրում եւ կես կատակ, կես լուրջ ցանկություն է հայտնում իր սխրագործություններով մնալ ու հիշվել պատմության էջերում։ Այսչափ դարի Լիբանան սկաուտեմ, գսպասեի օրը որ Հայաստան կամ ասանք բանակումի ներկայալամ։ Հիմա այս դարի արիթ եղավ, ներկայ եղանք բանակումի ընկերներուս հետ։ Շատ միջև մաշարավոր ժամանակ կանցնի որ դառնենք ուրանք Եմք է, սպասադից շապ ուրախ մտնոլորդ կա։ Աշոտ, 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 աշոտ։ Հավաքվում են վարպետության դասերի։ Դասախոսությանը ներկա են Ֆրանսիայի, Մոլդովայի, Հոնկոնգի եւ Վրաստանի պատվիրակությունները։ Խմբապետն անցկացնում է դասախոսություն խաղաղության սուրհանդակների մասին։ Ներկայացնում իրանից խաղաղության սուրհանդակները։ Ես եմ ձեզ ներկայացնելու։ Համաշխարհային սկաուտական շարժումը տարիներ առաջ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո բացեց մի նոր ծրագիր, որը կոչվում է խաղաղության սուրհանդակներ, որպեսզի կարողանա ընդհանուր խաղաղություն բերի աշխարհի վրա։ Ներկայացվող թեման բոլորին հասկանալի լինելու համար հայ սկաուտներն այն թարգմանում են ռուսերեն եւ անգլերեն։ Առաջին երկու շաբաթները զորով գերտայի որ այսօր բանով, բայց Ապա սկաուտներից մի քանիսը ներկայացնում է սկաուտ դառնալու իր պատմությունը։ Սկաուտության համար մեծ սերմը ստեղծվեցավ իմ մեջս։
Որոշակների իջեցման արարողությունից հետո տեղի է ունենում խարույկահանդես։ Ով ենք մենք։ Who we are. Մենք հայ ենք։ We are Armenians. Մեր երկիրը Հայաստանն է։ Our land is Armenia. Մեր լեզուն հայերենն է։ Our language is Armenian. Երեկոյան խարույկահանդեսի բացման պատիվը Հայաստանի պատվիրակությանն է տրված։ Ներկայացվում է մեր երկրի պատմությունը նորից մինչև մերօրյա Հայաստան, համեմված Երխուշտայի եւ հայկական քոչարու ելևէջներով։ Ազգային պարը վարակիչ էր։ Սկաուտական կյանքի անբաժան մաս կազմող խարույկահանդեսը շարունակվում է։ Հարթակն այս անգամ Արգենտինայի եւ Սիրիայի ներկայացուցիչներին է։ Սկաուտները ներկայացրեցին փոքրիկ մանրապատում։ Սիրարպի աղջիկ, ուզեմ մեկ պաչիկ, գովարդ շուր դրետ համովիկ։ Սիրարպի հետ լսեց, թևերը վեր սորտեց, ավոր աղտանձավ։ Խարույկահանդեսի վերջում հնչում է Արգենտինայի պատվիրակության սիմվոլ դարձած այս երգը։ Խարույկահանդեսը սկաուտական կյանքի անբաժան մասն է կազմում, որովհետև սկաուտության հիմնական գաղափարախոսությունն է ապրել բնության մեջ, բնության կողքին եւ բնության համար։ Խարույկի շուրջ ուրախանալուց եւ մի փոքր լիցքաթափվելուց հետո սկաուտներին տրվում է կրակմար հրահանգը։ Սկաուտի օրը վերջանում է կրակմարով։ Բարեցես նորից։ Վիրականը դարձել է լեզուների խառնարան, որտեղ բոլորն իրար սովորեցնում են։ Օգտվելով առիթից փորձեցի սովորել չինարեն բառեր եւ մեր չինացի բարեկամին սովորեցնել հայերեն։ Արդյունքը գոհացնող էր։ Good. But it takes... You will say in Armenian and then I'll answer you in China. Doce. Doce? Yeah. Doce. Okay. Մենք բնության Մենք բնության գրկում ենք։ գրկում ենք Գրկում ենք։ գրկում ենք Ան Ջաուսան, Էհոնմա, Դեցե։ Doce.
Դա չէ։ Սկաուտների մտերմությանը չի խանգարում նույնիսկ լեզվական խնդիրները, կարևոր է ցանկությունն է։ Oh, our language. Yes. Սկաուտական կյանքում միասնականությունը, փորձի փոխանակումն ու նոր ծանոթություններն են համախմբել այս երիտասարդներին։ Նրանք տարբեր ճանապարհներով են հայտնվել կյանքի այս փուլում։ Շատ պատահական եմ մտել կազմակերպություն ու ինձ առաջի հերթին գրավել է բոլոր երեխաների միասնականությունը, համախմբվածությունը, ու որ բոլորը միախմբված են մի գաղափարի շուրջ։ Ես եկել եմ կազմակերպություն ու ունեցել եմ շատ տարբեր ընկերներ, ընկերական շրջապատը շատ է մեծացել, համախմբված բոլորս միահամուռ ուժերով գործում ենք եւ կազմակերպում ենք տարբեր տիպի միջոցառումներ, սկսած բանակումներից, ճամբարներից, վերջացրած արշավներ, քայլարշավներ, հասարակական տարբեր միջոցառումներ։ Իմ համար սկաուտությունը շատ հետաքրքիր է, որովհետև շատ activity-ներ կա մեջը։ Ինձ դեպի սկաուտություն ուղղորդել են իմ ընկերները։ Սկաուտության հիմքում ընկած են այնպիսի արժեքներ, ինչպիսին է ընկերությունը, ինչպիսին է հայրենասիրությունը եւ մարդասիրությունը։ Հաջորդ օրը պատվիրակությունների ազգային անկյան օրն է։ Յուրաքանչյուր երկրի պատվիրակություն ներկայացնում է իր երկրի բնորոշ առանձնահատկություններն ու ճաշատեսակները։ Գույների եւ ուտելիքների այսպիսի բազմազանության պայմաններում երկիր մեդիայի պատվիրակությանը մնում է միայն հյուրասիրություն։ This is hummus, yes. El amor no existe nada, solo quiero ir a sueño. Առավոտյան սկաուտների մի մասը պիտի արշավի Արագած լեռ, մյուս մասը Ամբերտ։ Մենք միանում ենք Արագած բարձրացողներին։ Հայ սկաուտների համար սրբազան պարտք է դարձել ամեն տարի Արագած լեռ բարձրանալը։ Սկաուտությունը այն միջավայրն է, որի առողջարար մթնոլորտում կարելի է ստեղծել այնպիսի մարդիկ, որոնք իրենց պատրաստակամությամբ ու պարտաճանաչությամբ կտարբերվեն բոլորից։ Մեծ խանդավառությամբ ու ոգևորվածությամբ հայկական երգ ու բարի ուղեկցությամբ սկաուտները արշավի կանոններով բարձրանում են լեռնի վեր։ Հասնելուն պես բարձրացվում է հայկական եռագույնը։ Սկաուտները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ այսօր հայության ու նրա ազգային պատասխանատվության դրոշը բարձր պահողների կարիքն ունենք։ Ռուսաստանից հրավիրված հոգևորական Դմիտրի Պերշին նորնում է զոհված սկաուտների հիշատակը եւ հարգանքի տուրք մատուցում։ Слава тебе, Боже наш, слава тебе, Отцу небесный, утешителю души. Մի
քանի օր քրտնաջան պարապմունքներից հետո սկաուտները պատրաստվում են լեռնագնացության մրցույթի։ Մասնակիցները քաջալերում են միմյանց, հանում վերջին հուշումները։ Հաղթանակից ձգտում է յուրաքանչյուր պատվիրակություն։ Սկաուտներից յուրաքանչյուրի ցանկությունն այս մրցույթում պատվով հաղթարել իր առջև դրված խնդիրները։ Տվյալ ժայռը շատ էքստրեմալ չէր, այսինքն իմ կարծիքով մեծ ցանկության դեպքում բոլորն էլ ովքեր ալպինիզմից լավ չեն, գոնե կարող են այս ժայռը հաղթահարել, իջնել, իսկ ինչ վերաբերում է վերևի բարձունքը ավելի դժվար փորձություն է եւ կփորձենք պատվով հաղթահարել դա եւ հաղթանակ բերել մեր թիմին։ Մասնակիցները կանոնների համաձայն հաղթահարում են մրցույթի փորձությունները։ Փորձությունը հաղթահարելուց հետո մասնակիցներն արտահայտում են իրենց տպավորությունները։ Շատ ուրախ եմ, որ այս աշխատանքը դարինք խումբով, որ միասին հաջողեցանք այս մրցումը հաղթելու, շահելու, գրնալալ։ Ասպես կհոգնենք, բայց աղվոր հոգնություն է, որտեղ ամենքս իրարու կկաչալերենք։ Очень было напряженная в начале ситуация. Սկզբում իհարկե դժվար էր, քանի որ ամբողջ թիմով լարված էինք։ Հետո հավաքվեցինք, ոգևորեցինք միմյանց եւ արդյունքում ստացվեց հրաշալի թիմային աշխատանք։ Երևի հայկական ոգին էր, որ միավորվելով հայկական հողի հզորության հետ հաղթանակ պարգևեց հայ սկաուտներին։ Մեծ ոգևորվածությամբ հայկական հումորով տոնում են հաղթանակը, փորձելով իրենց շարքերում ինտեգրել մրցույթում պարտվածներին, բայց մենք այսօր լեցինք հայեր, Հայաստան, ты с нами, короче. Թիմին շնորհակալությունն է հայտնում մարզչին, իրենց հաղթանակում մեծ ներդրում ունենալու համար։ Ավարտին է մոտենում 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Մասնակիցներն արտահայտում են իրենց տպավորությունները։ Ամյա սկաուտությունն է մեծ ապացույցը, որ սկաուտությունը մեծ տեղ ունի հայ երիտասարդի, հայ պատանու կյանքի մեջ, թե չէ հաստատ գիտեմ, որ 100 տարի չէր գոյատևի սկաուտությունը։ Բանակում այսօր մոտենում է իր ավարտին, կարելի է իհարկե համարել բանակումը կայացած, որովհետև այն գործունեությունները, այն հանդիպումները, այցելությունները, որոնք որ նախատեսել էինք, ժամանցային ծրագրերը բոլոր իրականացվեցին ըստ օրակարգի։ Պատվիրակության անդամների դեմքերը գոհունակություն են արտահայտում, ուրախություն եւ ափսոսանք։ Տպավորությունները գերազանցել են ակնկալիքները։ Շնորհակալություն Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությանը մեզ այսքան ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար։ Մեր բոլոր ակնկալիքները վերածվեցին իրականության, մոտիկից ճանաչեցինք Հայաստանը, բարձրացանք Կարագած լեռը, որը անմոռանալի զգացողություն է։ Անկեղծ ասած ակնկալիքներ չունեինք, քանի որ չգիտեինք ինչ ակնկալեինք, բայց վստահ կարող եմ ասել, որ 3 բանի համար եմ Հայաստանում. լեռների, սկաուտական ոգու եւ նոր բան սովորելու։ Ես իրականացրեցի այս ամենը։ Բարձրացա Արագած լեռը, մոտիկից տեսա Արարատը եւ սովորեցի մի քանի հայերեն բառ։ Շնորհակալություն всем. Ожидания были, конечно, самые лучшие. Ակնկալիքները մեծ էին, քանի որ սկաուտական ճամբարում ժամանակը միշտ հետաքրքիր է անցնում, իսկ այստեղ ջերմությունն ու մարդասիրությունը չափազանց շատ է։ Самое поразительное здесь, то, что люди стали ближе друг к другу.
Ամենազարմանալին այստեղ այն է, որ մարդիկ դարձել են հարազատ միմյանց եւ մոտ Աստծուն։ Եվ այսպիսի միջոցառումների շնորհիվ է, որ ազգերը ճանաչում եւ բարեկամանում են։ Սովորում ենք եւ սովորեցնում։ Սկաուտական եւս մեկ էջ անցավ պատմության գիրկը, ահա եւ վերջ։